Հարգելի գործընկերներ, մենք հանձնեցինք հաղորդումը հանցագործության մասին, դատախազությունը ընդունեց։ Հիմա բնականաբար սկսվում ամենադժվարը հետամուտ լինել, որ այդ ամեն ինչի հիման վրա գործ հարուցվի, բայց ես կարծում եմ, որ մեր վճռականությունը այստեղ անբեկանելի է, բնականաբար հետամուտ ենք լինելու, եւ ինչպես ասաց իմ գործընկեր Մենուա Սողոմոնյանը, շատ կարևոր է, որ իրավապահ համակարգը իր ֆունկցիան կատարի, պաշտպանի բոլոր քաղաքացիների իրավունքը, չտրվի քաղաքական կոնյունկտուրային, որովհետև այլապես աստիճանաբար մեր քաղաքացիները կգան այն եզրակացության, որ մեր երկրում օրենք չի գործում։ Իսկ այն պայծ սկսած, երբ որ մարդիկ մտածեն, որ օրենք այլևս իրանց չի պաշտպանում եւ չի պաշտպանում իրանց իրավունքները, դա բերելու է քաոսի եւ անարխիայի։ Մենք այսօր կարևոր քայլ ենք արել այն իմաստով, որպեսզի կանխենք մեր երկրում քաոսը եւ անարխիան եւ որպեսզի մեր երկրում զարգացումները լինեն օրինականության հունով։ Հուսով եմ, որ իրավապահ համակարգի գործընկերները դա եւս կգիտակցեն եւ համապատասխան ընթաց կտան։ Մինչ այդ ուզում եմ ձեզ բոլորին շնորհակալություն հայտնեմ, որ լուսաբանեցիք այսօրվա այս կարևոր գործողությունը։ Շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր ունկնդիրներին եւ բոլորին ի դեպ ցանկանամ խաղաղ կիրակի, երկու օրից նորից կիրակի ունենք, նորից պատարակներ ունենք մեր եկեղեցու սուրբ տաճարներում, բոլորին ցանկանամ, որպեսզի իրենք կարողանան անարգել, լսել Աստծո խոսքը, ստանալ հաղորդություն մեր քահանաներից, ստանալ այն հոգևոր սնունդը, որի կարիքը մեզանից շատեր ունեն։ Շնորհակալություն։ Ստեսություն ձեզ։